Իսկ դուք գիտեիք, որ մեր ծնողները ընդամենը մարդիկ են, ովքեր կարող են սխալվել, որովհետև նրանք էլ են առաջի անգամ ապրում այս կյանքը։ Որովհետև նրանք էլ են մարդիկ, ովքեր ունեն իրենց վախերը, իրենց բարդույթները։ Իրենք իրենց ժամանակաշրջանի մտածողությունն են վերցրել։ Այսինքն մտածողությունները դրա համար են տարբեր, որովհետև մեզ ուրիշ ձև են մեծացրել, մեր ծնողներին ուրիշ ձև։ Այն ժամանակ հեռախոսները այդպես չկային ու հիմա կա TikTok հեռախոսներ ու դա նորմալ է, որ մենք չենք հասկանում հաճախ իրար։ Նույնիսկ փարավոնները դժգոհում են իրենց նոր սերունդից, համարելով նրանց ավելի ծույլ։ Այսինքն այս սերունդների կռիվը միշտ է լինելու։ Բայց երբ որ հասկանում ես, որ ծնողներդ ընդամենը մարդիկ են, ովքեր նորմալ է որ սխալվեն, ովքեր կատարյալ չեն եղել, ու այն միտքը, որ ծնողները սրբություն են, չէ, ծնողը սրբություն չի։ Ծնողը հրաշք է, բայց սրբություն չի, ընդամենը մարդ է։ Որ մենք էլ մի օր ծնող դառնանք, մենք էլ սրբություն չենք լինելու։ Մենք ընդամենը մարդ ենք, որ կարող է սխալվել, ու դա լրիվ նորմալ է։ Այսինքն, երբ որ անընդհատ ծնողներին վեղադրում ենք մեր տրավմաների մեջ, մեր կոմպլեքսների մեջ, երբեմն երբ որ նայում ես ավելի խորությամբ այդ ամեն ինչին, հասկանում ես, որ կորում է այդ մեղադրանքը։ Բայց սրան հասնելու համար մենք պետք է ճանապարհ անցնենք։ Երբեմն ծնողները այնպիսի վնասվածքներ են երեխաներին հասցնում, որ դժվար է նույնիսկ գտնել բառեր իրենց արդարացնելու համար։ Նա, ով մեղադրում է ուրիշներին, չի սկսել դեռ ճանապարհը։ Նա, ով մեղադրում է ինքն իրեն, անցել է կես ճանապարհը։ Նա, ով չի մեղադրում ոչ ոքի, հասել է տեղ։ Այսինքն ընդունել է արդեն ինքն իրեն իր թերություններով հանդերձ, իր ծնողներին իրենց թերություններով ու արժանինքներով հանդերձ, եւ կարողանում է հարաբերվել նորմալ սովորական մարդկանց հետ, ոչ թե կատարյալ կամ պատկերացրած մարդկանց հետ։